Այսօր մարտի 8-ն է, գարնանային տաք, ջերմ, արևոտ մի օր, երբ բոլոր կանայք ու աղջիկները պիտի առավելապես սիրված գնահատված լինեն։ Ոչ թե միայն այսօր պիտի իրենց ուշադրություն տանք, չէ, այսօր ուղղակի պարզապես յուրահատուկ շեշտադրման պիտի այդ ամեն ինչը լինի։ Թե չէ առհասարակ, սիրելի տղամարդիկ, դուք պիտի միշտ սիրեք ու գնահատեք ձեր կանանց։ Հատկապես եթե ձեր կինն այնպիսին է, որ տալիս է ձեզ սեր, հոգատարություն, ընտանիքի ջերմության զգացողություն, միշտ պիտի շնորհակալ լինելու գնահատել այդպիսի կանանց, աղջիկներս, կանայքս, սիրելիներս, իսկ մեզ մաղթում եմ ամեն մեկից մեր բաժին երջանկությունը, չէ՞ որ երջանկության բանաձևը բոլորիս մոտ տարբեր է, ամեն մեկից մի բան է պետք երջանիկ լինելու համար, թող որ մեզնից յուրաքանչյուրն ունենա այն, ինչ իրեն է երջանկացնում, թող որ մենք միշտ լինենք պրոդուկտիվ, նոր ու հետաքրքիր իդեաներով լեցուն, միշտ զգանք մեզ հաշտ ինքներս մեզ հետ, խաղաղ զգանք մեզ, խաղաղ երկրում ապրենք, շրջապատված լինենք բացառապես այնպիսի մարդկանցով, որոնք ոչ թե մեզնից ստանում, այլ մեզ էներգիա են տալիս, մեզ ավելացնում են, մեզ ծաղկեցնում են, փթթեցնում են, թող որ ամեն ինչ մեր կյանքում լինի գեղեցիկ եւ ծաղկի պես բուրավետ։ Ես այստեղ վարսերս քանդեցի, հələ նայեք այս պուպուշ նվերը խորենի արած երկու սիրահար զույգեր են, իրար հետ գրկախառնված պարում են այսպես ասեմ, տեսեք, չգիտեմ ոնց ցույց տամ, որ լավ տեսեք, բայց շատ սիրուն նվեր է եւ մյուս նվերը ես եմ ընտրել, խորենը պատվիրել է ինձ համար, այսպիսի պայուսակ վերջերս ինձ շատ է դուր գալիս, փոքրիկ պայուսակները, այսօրվա իմ լուքի հետ էլ սազում է, այնպես որ այսօր ես այս պայուսակը կվերցնեմ, կարծում եմ շատ գեղեցիկ է եւ շատ տոնական, այսպիսի տեսք, մի քիչ հիմա լակ ցանեմ մազերից, խորենը դուրս է եկել, հավանաբար գուշակում եմ ինչի հետևից է գնացել, երեխեքը հագնված են, այսօր երեխեքը մեզ հետ են գալու, ընտանիքում ենք այսպես ասած գնալու, լավ տեղ, դեռ չեմ ասում։ Այսպիսի նուրբական ջողեր եմ դրել, հիմա մի երկու հատ էլ նուրբ մատանի կդնեմ, վարդագույն ու կապույտ եմ քսել այսօր ձեռքերս, լավ ես, այդ բուբլիկը կադրի մեջ մի մտցրու, խանգարում ես։ Որոշեցի այսօր այս կոշիկները հագնեմ, շատ սազում եմ պայուսակի հետ, նաև շորիկի եւ իմ պալտոյի, ուղղակի այս ռակուրսից մի քիչ ուբոգի է ներևում, որ դուրս գանք խորիկին կխնդրեմ դիմացից նկարեն, դիմացից ավելի սիրուն է։ Այս կոշիկի հավեսը է, երեխեք, որ իր մեջ ուտիպլյոնն է, ու հանգիստ կարող ես այս եղանակին հագնել, բուրդ է այդ մեջը։ Մինչև խորենը կգա, ես ոտքերս ուղղահայաց դրել եմ իմ պուֆիկի վրա, որպեսզի մի փոքր հանգստանամ, որտեղ առավոտից ոտքի վրա եմ, սիրուն է, ու արդեն մի քիչ հոգներ են ոտքերս։ Ամուսնյակս եկավ ինձ ծաղիկներ բերեց, շատ պուպուսիկ, ես կարծում եմ, որ ես այս ծաղիկները բավականին սազում ենք իրար հետ։ Հիմա ծածաղներս կդնեմ ջրի մեջ, որպեսզի չթոշնեն մեր դուրս գալուց առաջ եւ նոր միայն հանգիստ խղճով կգնամ։ Երեխեք ջան, մենք արդեն հյուսային փողոտայում ենք, այստեղ ահավոր տոնական ու մարդաշատ է, ինձ թվում է գաղտնիք չի թե ինչու։ Հիմա մնում է գնանք ուտեղ լինի այնտեղ, որտեղ ուզում ենք տեսնել։ Ամբողջ քաղաքը երաժշտություն է, տարբեր տեղերից մուզիկանտներ են, աղջիկներ, տղաներ, ծաղիկներ, փուչիկներ, նորներ։ Մի խոսքով մարդիուտ։ Մենք եկանք նստեցինք, ինձ այսպիսի ծաղիկներ տվեցին, հետաքրքիր է, ես ընտրեցի տարբեր տեսակներ կան։ Հիմա եկեք տեսնենք ինչ են կուտում, սիրելիներ։ Պիպիրոնի գծով։ Շոկ ես ուզում, օքեյ, հիմա կընտրենք։ Չէ։ Իսելու համար, որ երկու կեսով հեշտ ուտես։ Դուրս եկանք, համեղ սնվեցինք, հիմա հասկանանք ինչ ենք ուզում անել։ Խորենը Դավին տարել է մի հատ, այսպես ասած, պիպի հարցերով, հեսակա մի արա, բալես դա։
Մենք դուրս եկանք ուրիշ տեղ, Սորիզոյում նստած ենք, դիսերտ ենք անում, Դավը գնաց այս սենյակ խաղալու մինչև գա իրա դիսերտը։ Ավեսա։ Ես էլ Սորիզոյում տվեցին երեխեք։ Այդտեղ ներքևում ծաղիկ վաճառող տղաներ կային, նրանցից մեկը մոտեցավ, ասեց ես ձեզ, իսկ թված վաճառում, ասեցի չեմ ուզում։ Ես նվիրում եմ ձեզ, սենց ասեց։ Հիմա ոնց ենք ասում խոր, ինձ թվում է որպես բլոգեր ես ճանաչել, սրտից դարդ եղավ։ Ես էլ ռեսկի ասեցի։ Հետ ենք գնացի, ասում կներեք, էլի ինձ որպես բլոգեր էիք, այդ նվիր, ասում հա, ես դեցել հասկացա, ասում որ մտածեցիք վաճառում են։ Արտաշեսը ու Խորենը Դավի հետ իրանց սիրելի գործ իրեն անցել։ Մենակ զգուշ բալես մարդու տակը չգցես խնդրում են։ Նոր տեսեք ինչ գազ էր տվե Արտաշես, այդ մարդը կամացածրեց մի քիչ, բայց այդ ինչ լավ էր մանյովրներ անում, ես անհանգիստ էի, ասեցի մեկի տակն ա գցելու խայտարակ լինեմ։ Դավը չի ուզում տուն գնա, խաչու, բալես արդեն ինչ պետք էր մենք արեցինք, գնանք տաքսին։ Դա։ Ու պրիտով որ մի 2 ժամ է դրսում մնաս, ինքը նորից ասելու է խաչու։ Ուզել ես սաղ արել։ Հա, խաղասենյակում հավես խաղած այդ սրճարանի։ Նենա խաղալիք պապախոս ստացան նաև կաշառակերին։ Չեմ հավատում, բայց մենք արդեն տանն ենք, մի քանի գնումներ ենք արել անի հանրախանութից, ձայնս չգիտեմ ինչի գնում գալիս է, շարություն մի դարձրեք։ Դավը իր համար վերցրել է այսպիսի կոմպլեկտ, որ տանը բաքսյորսկի դրուկներ անի, օքեյ, թողանի, հաջորդիվ։ Դավը իրեն ընտրել է նաև սա, ասեց մամա, մուժն է դվա, ասեցի հա, վերցել է այս փազլները, որ խաղա, տակ, հիմա Արտաշեսից ինչա ընտրել իրան, ընտրել է այսպիսի շլեմ և տակը թուրա, թե ինչ չէ, գլուխն է շլեմի, այս ուզեց, և մեկ էլ ինքը ուզեց այս, իրա սիրելի, այս, պլաստիլինները, ես էլ վերցեցի մի այսպիսի խաղալիք, քանի որ ուզում եմ եղբորս կնոջը մարտի 8-ի կապակցությամբ այդպես փոքրիկ պրեզենտիկ պատրաստել, Մուրադիկից էլ չէի կարող թողնել այսպես ասած առանցնվերի, դա համար մի հատ փոքրիկ այսպիսի ինչ-որ խաղալիք վերցրեցի համար եւ վերցրեցի այսպիսի մեծ տակով տոպրակ, հա, որ այդ խաղալիքն ու Մադլենայի, հասկացանը Մադլենա իր նվերները ուղղացում եւ ինձ համար վերցրել եմ, հա, Արտաշեսն ու Դավին այսպես բան է վերցրել, ես էլ ինձ համար վերցրել եմ սովորական գլադկի սպիտակ ներքնազգեստ, ինձ հարկավոր էր շորերից մեկի հետ հագնելու համար, մեր մեջ ասած էլի, քանի որ կանայք են ինձ նայում, կարող են ինձ նման բան թույլ տալ, եւ 2 պապրիկունչի կանի այդ ավտոմատի մեջ 2 արը գցում են, 2 աղբեր միշտ ուզում են վերցնում են, հետո բերում են տանը միտեղ շպրտում են։ Այդպես, վերջ։ Եկեք այստեղ ավարտեմ այս վլոգը։ Մենք արդեն կհանդիպենք մյուս վլոգում, հրաշալի մարտի 8 ունեցա, լիքը գեղեցիկ տպավորություններ, հուշեր, ֆոտոներ, ամեն ինչ, ու կարող եմ արդեն մոնտաժել ներկայացնել ձեր տատին։ Պակա-պակա բոլորին։